Ողջույն բարեկամներ, միջ Երևանը քնած էր, Իրանը քնած էր, ինչպես 1941 թվականի հունիսի 22-ի առավոտյան, այնպես է 2025 թվականի էլի հունիսի 22-ի առավոտյան, թե այն ժամանակ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց սովետական միության վրա, այսօր առավոտյան ամերիկյան ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել Իրանի տարածքը, այն միջուկային օբյեկտները, որտեղ իրենք կասկածում էին, որ պրոցեսներ կան, որոնց մասին իրենք տեղյակ չեն։ Օգտագործվեցին այն բացառիկ բոմբերը, ռումբերը 13-14 տոննայանոց, որոնք պետք է վերացնեին այդ կայանները, խորքային կայանները։ Ըստ իրանական կողմի առանձնապես ոչ մի բան չի պատահել, բայց դա չի կարևոր։ Կարևորը, որ մարդ Թրամփ անունով, որ ընդամենը 3 ասում է, որ իրան 2 շաբաթ է պետք մտածելու համար ինքը կռմբակոծի թե ոչ, այսօր արդեն ռմբակոծեց։ Մարդ, որին բոլորն ասում են, որ դու ոչ մի իրավունք չունես, ընդ որում այսօր երկու կուսակցություններն են, հանրապետականներն են, դեմոկրատներն են, միասին համատեղ հայտարարություններ ընդունել, հիշեցնելու Թրամփին, որ ինքը ոչ մի իրավունք չունի նման, եթե նույնիսկ ցանկություններ ունի, նման գործողություններ հանձնարարել բանակին, որ դա սահմանադրության խախտում է։ Ընդ որում, դա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության խախտումը, այլ նաև ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը։ Ոչ մի երկիր այլ երկրի վրա հարձակվելու, ռմբակոծելու իրավունք չունի, քանի դեռ որոշակի պայմաններ այնտեղ չեն ներառում, ուղիղ սպառնալիք, հարձակման սպառնալիք, կամ ասենք ՄԱԿ-ի հանձնարարություն, ՄԱԿ-ի անունից, որ գնում է իր գործողությունը իրականացնելու։ Ոչ այն կար, ոչ այն կար։ Եվ ընդհանրապես իր սեփական Թրամփի ամերիկյան սեփական հետախուզություններ պնդում էր, որ ոչ մի վտանգավոր բան այնտեղ չկա եւ նրանք ընդհանրապես այդ ուղղությամբ չեն աշխատում։ Նույնը պնդում էր ՄԱԳԱՏԷ-ն, այն կազմակերպությունը, որը զբաղվում է ուղիղ այս հարցերով։ Ընդամենը 3 էր Եվրոպայում հանդիպել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Իրանի ներկայացուցիչները նորից բանակցելու։ Ընդամենը 1 շաբաթ, 2 շաբաթ առաջ էր, որ բանակցությունները գնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի մեջ այդ բանի շուրջ, ոչ մի անգամ, ոչ մի մերժում, ոչ մի խնդիր չի առաջացել Իրանի կողմից, որպեսզի գան ստուգել, նորից համոզվեն, նորից ստուգեն, նորից համոզվեն։ Չնայած նրան, որ այս ընթացքում հարձակվել էր Իրանի վրա Իսրայելը, Իրանը կրկին պնդում էր, որ պատրաստ են ցանկացած ժամանակ ապացուցել, բացել, թողնեն նայեն, որ մենք ոչ մի նման բան չենք իրականացնում, որի մեջ մեզ մեղադրում են, չնայած պատերազմին։ Բայց դա էլ էական չէր, եւ ինչպես Իսրայելի պարագայում, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփի պարագայում պարզվեց, որ բոլորովին էական չի այդ ուրանի հալստացման process-ը գնումը, այդ process-ը կա, թե չկա։ Կարևորը այն է, թե ինչ է ուզում Իսրայել պետությունը, ինչ է ուզում ոչ թե պետությունը, անձամբ Բիբի Նետանյահուն։ Եվ այսպես Թրամփը որոշեց միանալ ռազմական հանցագործների այն խմբակին, որին ինքը շատ սիրում է՝ Նետանյահու, Պուտին եւ երրորդը փաստորեն իր պատվավոր տեղը գրավեց Թրամփը, թե դատարանը երբ կարձակի այդ որոշումը, երբ կկայացնի, դա ժամանակը ցույց կտա, բայց ինքը որ մի ոտով այնտեղ արդեն կասկած չունի։ Ամեն դեպքում այն խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու երազանքը կարող է հանգիստ Թրամփը փաթաթի մի մեծ հաստ բանի մեջ ու դնի մի կողմի վրա։ Դա այլևս իրեն չի սպառնում։ Ընդ որում հիշեցնեմ, որ սա այն նախագահն է, որ առաջին օրից ասում է ես եմ, ես խաղաղության նախագահն եմ, ես մի օրվա մեջ կանգնեցնելու եմ Ուկրաինայի պատերազմը, նա ոչ միայն չկարողացավ Ուկրաինայի պատերազմը կանացնել, նաև իր փնթի գործողություններով մեծ վնաս տվեց Ուկրաինային, զրկելով նրան հետախուզական ինֆորմացիայից, զենքի մատակարարումից, փորձելով փրկել Պուտինին, բայց Պուտինը իր տարբերակն ունի փրկելու։ Մի խոսքով, այս այն մարդն է, որ արդեն չքան 5 ամիս է կառավարումը,
Ոչ միայն ոչ միտեղ չկարողացավ խաղաղություն ապահովել, այլև սկսեց ինքը պատերազմել եւ ոչ ավել ոչ պակաս Իրանի իսլամական պետության դեմ եւ որի արդյունքում միջալոց որի կապակցությամբ ինքը շնորհավորել է այսօր ես տեսա սա որ կարդացի ես չէի հավատում սա ինքն է գրել խնդրեմ հա Դոնալդ Ջունիոր Թրամփ եւ այսպես մենք ավարտեցինք շատ հաջող գրող and միջուկային տարածքների վրա, ուրեմն Ֆորդո, Նաթանզ եւ Էսֆահան։ Հա եւ իրանց բոլոր խնդիրները իրականացած են։ Հա ռումբերը գցած են տարածքների վրա եւ ինչ ասում շնորհավորենք մեր հզոր ամերիկացի զինվորներին։ Եվ ասում է ես պատրաստ եմ խաղաղության։ Ասում է now is the time for peace։ Հիմա ժամանակն է խաղաղության։ Բժիշկները երևի հոգեբանները բացատրությունը կտան, արդեն ինքը ինչ կարգի շեղումների մեջ է, որ ուրիշի երկիրը ռմբակոծելուց հետո ասում ես պատրաստ եմ խաղաղության։ Որին իմիջիալոց ի պատասխան միանգամից եղավ Պարսկաստանի Իրանի կողմից հայտարարություն պատասխան։ Ցույց ժամանակ չկրծնենք, հետևե բանի վրա, գտնելու վրա, պատասխանը մոտավորապես այդպեսին էր, որ այո եղավ հարցակում, եղավ կեղտոտ հարցակում, Ամերիկայի Միացյալ Նահանգները միացավ թշնամի երկրին, ինքը դարձավ Իրանի թշնամի, հարցակում գործեց, խախտելով բոլոր միջազգային օրենքները, խախտելով բանակցության բոլոր տրամաբանությունը, մարդու իրավունքների բոլոր կետերը, մարդու ընդհանրապես միջազգային կանոնները եւ հարձակվեց Իրանի Իսլամական Հանրապետության վրա 3 կետով։ Եվ ինչա տեղեկացնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը, որ իրանք ոչ մի հաջողություն չեն ունեցել, մանավանդ, որ այն ինչ որ ինչի մասին երազում են, նման բան այնտեղ գոյություն չուներ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները մտավ պատերազմի մեջ, ծախսեց առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլար, եթե ոչ ավելի միլիոն դոլար, դարձավ ագրեսոր, որպեսզի հասնի ոչ մի բանի։ Ոչ մի բանի։ Եվ ես հիմա մի բան պետք է ասեմ, որ ես գիտեմ Հայաստանում շատ են տարբերվում մարդիկ աջակիցներ կամ հակառակորդներ Իրանի Իսլամական պետության։ Ես Իրանի Իսլամական պետության աջակիցը չեմ, որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, հա։ Ես արդարության եւ օրենքի աջակիցն եմ։ Անկախ նրանից ինչ ռեժիմը Իրանում, դա դեմոկրատական ռեժիմ չի, Իրանի ժողովրդի վրա հարձակում է իրականացվում Իսրայելի եւ Ամերիկայի ցանկով։ Ընդ որում կիրառվելով բոլոր հնարավոր ստորագույն մեխանիզմները, ստորագույն մեթոդները, որ ինչն է, մեղադրանքը, զրպարտանքը, այդ ժողովրդի նկատմամբ։ Հիմա տեսեք ինչա ստանալու ամերիկանեն, իսրայելն անցնեմ ու խոսենք եւ անցնեմ հիմնական փաստերին։ Եթե Իրանի ժողովրդին հիմա չկոտրեն, իսկ ես չեմ հավատում, որ Իրանի ժողովրդին այս հարվածները պետք է կոտրի, Ամերիկան ու Իսրայելը Իրանի այսօրվա ժողովրդից կերտեցին իրենց համար անհաղթահարելի խոչընդոտ։ Անհաղթահարելի խոչընդոտ, որտեղ այս ռմբակոծում չէր Իրանին, այլ ռմբակոծում էր բոլոր հնարավոր շանսերը խաղաղության։ Այսինքն մի բան պետք է լինի, կամ պետք է լինի Իսրայել, կամ պետք է լինի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ես չեմ կարծում, որ այլևս երկ թողեց, եզեր թողեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ այս հարցը այլ ձև լուծվի։ Իսրայելը օգտագործեց իր բոլոր մեթոդները, ինքը իր նպատակներին հասնելու համար Թրամփից սարքեց միջազգային ռազմական հանցագործ, ներքաշեց ի վերջո կարողացավ ներքաշել Ամերիկայի պատերազմի մեջ, ի վերջո, որին ձգտում էր քանի տարի արդեն։ Ես չգիտեմ ինչպիսին կլինի պատասխանը, չնայած խոստացել են, որ մոտակա ռազմաբազաները ամերիկյան ռմբակոծվելու է։
Ես չգիտեմ ռազմաբազաները ամերիկյան կռմբակոծվի թե ոչ, բայց որ Իրանը արդեն լուրջ ներողություն, Իսրայելը արդեն շատ ավելի լուրջ խնդիր ունի, քան 3, ես դրա վրա չեմ կասկածում։ Ոչ եմ կրկնում Իրանը ոնց կորոշի, ինքը կռմբակոծի նաև հակադարձ ամերիկյան ռազմաբազաներ, թե չէ, բայց Իսրայելը փախնելու տեղ չունի։ Այն մի քանի տասնյակ, չգիտեմ ինչքան է մոտավորապես, գիտեմ շատ փոքր է, Հայաստանից փոքր է։ Այն մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետրը որ կա, դա շատ վտանգավոր տարածք է դառնում այլևս։ Շատ։ Եվ եթե Իրանի ժողովուրդը չկոտորվի, ինքը դառնում է արդեն անհաղթահարելի խոչընդոտ։ Իրանք կարող են մոռանալ բոլոր տեսակի արդեն հարցի լուծումները, այն որ այն ուխտադրուժ սեփական երկիրը պատերազմի մեջ քաշած շահի որդին այսօր որ կա, ինքը որ երազում այեսը կկոտորեն, բան ինքը իշխանության։ Ինքը կարող հանգիստ դրա մասին մոռանա, հա, այսինքն դուք պատկերացնում եք, մենք մեր պատմությունից գիտենք, հա, որ երկիրը բան են տալի, թշնամու դեմ բացում են դռները, ասում են կոտորի, որ դից նշանակես թագավոր։ Սա այսօրվա շահի տղեն է։ Ինքը հանգիստ կարող այլևս մոռանա Իրանի մասին, որովհետև ես վստահ եմ, ներքին ձայնից ասում եմ, ես վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը այս ռմբակոծություններից չի վարատվելու, ինքը ավելի է հավաքվելու եւ միաբանվելու, կարող աբսուրդ հնչի։ Այո, բոլորի կողմից չսիրած, շատերի կողմից չսիրած այս մոլաների իշխանության կողքը։ Թե որ իշխանությունն է ավելի վտանգավոր, ճակերտավոր մոլաների, թե Իսրայելինը, մեկ ընթացքում կխոսենք անպայման։ Սա այսօրվա նյութը երեք հիշում եք, որ Թուրսի Գաբրտը իր հետախուզության պետը զեկուցել է, որ չկա, ախպեր, այնտեղ ոչ մի բան չկա։ Այսօր կարծիքը փոխել է։ Ինքը մի անգամից փոխել է կարծիքը։ Հա, չէ, այնտեղ կա։ Երեք որ ասում է, ես երեք սուտ էի ասում, Թրամփ։ Իսկ ինչ ասես Թրամփի որ ասեցին, բայց քո հետախուզությունը զեկուցել է, որ այնտեղ ոչ մի բան չկա։ Ինչ ասես Թրամփ, ասեց ինքը չգիտի։ Ես վստահում եմ Նետանյահուին։ Այսօր պատկերացնում եք, այս հետախուզության պետը գալի ասում է, ես երեք որ ասեցի, ես սխալ եմ։ Ռմբակոծի։ Եթե դա է սուզում, ռմբակոծի։ Ինչ երկիր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իմ համար սա աբսուրդի ժանրից է։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես միշտ որպես օրինակ եմ բերել դեմոկրատիայի ինստիտուտների եւ այլն, եթե մի տեղից էլ կարելի է ինչ-որ հույս սպասել, դա ամեն դեպքում արևմտյան քաղաքակրթությունն է, մասնավորապես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես պետք է ասեմ, որ շատ ռոմանտիկ պատկերացումներ եմ ունեցել փաստացի այս ամեն ինչի մասին։ Փաստորեն կարող լինի Թուրսի Գաբարդ, որ այսօր մի բան ասի, վաղը մի բան ասի, կարող է լինի Թրամփի նման մեկը, որ ասի իմ հետախուզությունը չգիտի ինտեղի չա կատարվում, ես պետք է անեմ, հետո կան ասեն չէ, դու ճիշտ ես անում։ Թե սա այս իմ մոտեցումը, այս կար ժամանակվա մեջ երկու կուսակցություններ ասեցիք, ոնց կփոխեն, արդյոք նրանք կնախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց այս անմերսունակի նկատմամբ, դա կարող է ինչ-որ տեղ վերականգնի իմ պատկերացումները հավատամարտության նկատմամբ։ Հասկացեք, հարցը ստեղ քաղաքական սիստեմը չի, հարցը ստեղ հավատնամարտության նկատմամբ։ Իրոք, որովհետև եթե սես բան հնարավոր է քաղաքակիրթ երկրում, որտեղ հասկանում ենք, չէ, որ այս մարդիկ չեն եկել իշխանության, ասենք ուսապարկեր չեն էլ ամեն դեպքում։ Ամենը հետևում ինչ-որ քաղաքական կարիերա ունի, կրթություն ունի, սրանցից ոչ մեկ ուսապարկ չի, բայց եթե սրանց մոտել է հնարավոր ուսապարկային նիկոլական ապատասխանատու անվորակ գործունեություն նշանակում է այդ ոնց հապատասխան շատ քիչ իմ կամանում հավատալու ինչ որ լավ բաների մարդկության նույնց եմ ասում երկու կուսակցությունները եթե սկսեն նախաձեռնել շտաբ կարգով դեմ առավոտ դուսը կբացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք արդեն կլսենք դատապարտման արդեն հայտարարություններ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում բայց հիմա հասկանում եք շաբաթ երեկո բոլորը հանգստանում են իրենց ամառանոցներում կամ ռեստորաններում երկուշաբթի կերևա երկուշաբթի կամ կիրակի ամենաարտառոցը կերևա արդեն երկուշաբթի ոնց է արձագանքելու
ամերիկյան կառավարությունը, ամերիկյան deep state-ը, ինստիտուտները այս հանցավոր գործողության եւ որոշման համար։ Եթե չսկսվեց անմիջապես Թրամփի նկատմամբ impeachment-ի գործընթաց, ուրեմն կարելի է ես նախ իմ հավատը կփակեմ վերջնականապես մարդկության նկատմամբ, հայերով էլ մեզ մնում է sense սպասել մեր վրա երբ լինելու արցախում։ Մեր վրա, որովհետեւ եթե չի աշխատում միջազգային օրենքը, եթե զսպող ոչ մի մեխանիզմ չկա, եթե Իրանի նման պետության նկատմամբ կարող են այս ոտնձգություն անել, ի՞նչ է նշանակում այնտեղ Հայաստանը։ Ո՞վ է Հայաստանը, ընդհանրապես ի՞նչ է Հայաստանը։ Մանավանդ երբ որ երկու պետություններ կանանց կողքը սպասում են դանակները սրած, թե երբ են իրենց նպատակին ի վերջո հասնելու։ Ես որ ասում եի բոլոր լկտի միջոցները, հա, եսի նկատում էի սրա։ Ես այս ընթացքում նկատում եմ, ես ոնց եմ դառնում ավելի անհանդուրժող այս մարդու եւ սա նմանների նկատմամբ։ Որովհետեւ սա իր հանցագործությունը արտարացնելու համար Իրանին ուղիղ մեղադրում է, ասում է, որ սրանք երկու անգամ առնվազն մահափորձ են պլանավորել Թրամփի նկատմամբ։ Հասնում եմ հարցում են դու ապացույցներ ունես։ Կարաս ցույց տաս ապացույցներ, ես գիտեմ։ Սա Իրան հավատացողների դու հասկանում ես, որ արդեն ինչքան է իջել քաղաքական հայտարարությունների դրսությունները։ Լրիվ Նիկոլաստան։ Նիկոլը ինչ ուզի ասում է, չէ՞, իր ժեխին։ Իր բիոթափոնին ինչ ուզում ասում է օրական ռեժիմով։ Փաստորեն նույնը կարող ասին եւ Թրամփը նույնը կարող ասի եւ Նետանյահուն։ Փաստորեն ամեն մեկ իր ժեխ ունի, որ ինքը իրան ոչ մի ապացույց պետք չի, լոգիկա պետք չի, մտածելը վնասակար է առողջության համար։ Տնից կզրկվի, իրան պետքա, որ իրան ասեն, ինքը գլուխը տմտմացնի, ասի, ոնց Իրանը պլանավորել էր, էական չի դա, կա, չկա, ինքն ասել է, վերջ։ Ուրեմն դա պատճառը, որպեսզի ես արդարացնեմ իր նկատմամբ բոլոր տեսակի ռազմական ոտնձգությունները։ Ուզում ասեմ, մարդիկ, եթե սրանց կարելի է մարդ համանել, այս ռազմական հանցագործները գնում են հնարավոր բոլոր ստորությունների, որպեսզի իրանց արդարացնեն իրենց պատերազմական ստորությունները, հանցագործությունները։ Հասկացեք, սա նման մեկին ոչինչ չի մնացել։ Ոչինչ։ Միակ բանը, որ իրան պահում է ողջ կենթանի եւ իշխանության վրա, դա պատերազմն է։ Ինչ կապ ունի այնտեղ սա բարոյական նորմերի մեջ է, բարոյական չի։ Այս գործողություններից քանի հոգի մարդ մահացավ, քանի միլիոնից արսեղա, որ կարող է չլինել, հա։ Արդեն ամերիկյան վերլուծաբանները ոչ մեծ աուդիտորիա ունեցող, հա, մի քանի ասենք 100,000։ Արդեն խոսում են, ասում են, ինչ որ մի բան անհասկանալի է մեր համար։ Ինչով է Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր արդարացնի բոլոր սրանց հանցագործությունները։ Աշխարհով մեկ, ինչով։ Ինչով է պարտավոր ամերիկյան հարկատուն օրը $10 միլիոն սրանց փոխտալ, զինել, որտեղ մի երկիր, որտեղ կրթությունն է անվճար, բժշկությունն է անվճար, երբ որ Ամերիկայի քաղաքացին այդ պարտքերի տակ չի կարող ապրի։ Կրթությունը վճարովի է, բժշկությունը աստված չանի, եթե հիվանդանոց ընկնես։ Եթե իհարկե թանկանոց ինշուրանս չունես, ապահովագրություն, կամ շատ ցածր եկամուտների մեջ չես, որտեղ պետությունը քո ծախսերը կողոքա։ Բայց այնտեղ անվճար է։ Այնտեղ անվճար է, սրանք փողը տալիս են ու ինչ է ասում։ Ասում է, ես գիտեք ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ Իսրայելը օկուպացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի կոլոնիան է, գաղութը։ Մի ամբողջ երկիր աշխատում է, 340 միլիոն աշխատում է, որ պահեն 10 միլիոնի։ Ընդ որում պահեն ըստ պահանջի ու մասնակցեն իրենց բոլոր հանցագործություններին։ Իրականացան ինչ որ անվան այսօր Թրամփը։ Եթե այս կարգի խոսակցություններ ես չեմ լսել առաջ։ Ես այդ թվերը չգիտեի, ես այդ բաները չգիտեի, որտեղ երբեք չեմ հետաքրքրվել։ Բայց այս փաստերը արդեն դուրս են գալի ջրերից։ Թե սրա վերջում սրանք շահած դուրս կգան, թե չէ, ես շատ կասկածում եմ, որ շահած դուրս կգան, որովհետև ոնց էր առաջ, այս մասին չէր խոսվում, հրեական լոբին աշխատում էր,
100%, բոլոր որոշումները, բոլոր ռեզոլյուցիաները գնում էին առանց մեծ աղմուկների, առանց պատերազմների, եւ ամերիկացի ժողովուրդը շատ չէր նայում կողքերի, ինքը չգիտեր, ինքը հայկը մուծում է գնում է իր գործելով, ինքը չի մտածում դրանց ինչ արի։ Մեկը տեսնում է պատերազմը, մեկը տեսնում է ամերիկան պատերազմի մեջ է, մեկը տեսնում է ամերիկան այդ պատերազմի համար նաեւ հələ փող է տալիս։ Մեկը տեսնում է, որ ինքը հանցագործ է, երկիրը հանցագործ։ Ինքը ինչ կապ ունի, ասում է, եղբայր, ես քեզ դու իմ անունից ո՞նց ես պատերազմ հայտարարում։ Դու չես կարող պատերազմ հայտարարում է բացառապես կոնգրեսը, դու ով ես, որ դու պատերազմ ես սկսում։ Ու դու ով ես, որ երկիրը քաշում ես պատերազմի մեջ։ Ու այս ընթացքում գալիս են հանգամանքներ են բացվում, որ այնտեղ փողեր է գնում, այս փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կոլոնիան է, գաղութն է Իսրայելի եւ այլն եւ այլն։ Սա այս խմորը շատ ջուր է քաշելու մեծ։ Իսկ Իրանում ԶԼՄ-ներն արդեն գրում են փորձագետները, որ հարձակումներ դրոններով եւ ինքնաթիռներով իրականացվում են, այդ կործանիչները գալիս են Ադրբեջանի տարածքից են գալիս։ Եվ այս հանգամանքը պետքա հաշվի առնել։ Եվ հիմա եւ հետագայում։ Ես հույս ունեմ, շատ հույս ունեմ, որ այս հարյուրավոր թռչող հրթիռներ, որ թռնում են դեպի Իսրայել, մի քանի տասնյակ Աբշերոնյան թերակղզի կգնա ամեն դեպքում։ Ես շատ հույս ունեմ։ Ու լեքին ձայնս ասում է, որ այդ օրն էլ հեռու չի։ Եթե նույնիսկ այդ հարվածները չլինեն հրթիռների ձևով, այդ հարվածները լինելու են։ Այդ հարվածները Ադրբեջանի նկատմամբ լինելու են։ Այսինքն սա Իրանը երբեք չի մոռանա, որովհետև սա եկավ ապացուցելու, որ այս ամբողջ ընթացքում այդ կեղծ բարեկամությունը, նախագահի այդ ինքնաթիռի կործանումը, Արցախյան պատերազմի այդ կազմակերպումը ոչ մի բան պատահական չէր։ Բացարձակապես ամեն ինչ պլանավորում գալիս էր, ու վաղուց է գալիս, ասած ինչը։ Ես ուզում եմ սա լսեք, սա գնացել է ամենահայտնի կանալներից մեկով, Fox News-ով, այս հատվածը լսեք։ My support for Israel come from number one, because biblically we're commanded to support Israel, but number two. Hold on. I'm not holding on. Լսեցի։ Ու մի անգամից անցավ ասում է, մեր պարտավորությունը Իսրայելին պաշտպանելու գալիս է համար առաջինը Աստվածաշնչից, համար երկրորդ մի անգամից անցնում է, ոնց է։ Ես ասում եմ, մի վարքյան։ Ասեց ու անցնում է առաջ։ You're a senator, and now you're throwing out theology, and I am a Christian, and I am allowed to weigh in on this. We are commanded as Christians to support the government of Israel? Ասում դու ուզում ես ասես, ասում ես քրիստոնյա, դու ուզում ես ասես մենք որպես քրիստոնյա պարտավոր ենք աջակցել Իսրայելի կառավարությանը։ We are commanded to support Israel, and we're պարտավոր ենք Իսրայելին աջակցել։ What does that mean, Israel? We're told those who bless Israel will be blessed. But what? Hold on. Define Israel. Ասում որտեվ ասվում է սուրբ գրքում, ասում ով օրհնի Իսրայելը ինքը օրհնված կլինի։ Սա ամենանայող ալիքներով է գնում։ Ամենանայվող։ Ասում է մի վայրկյան, ասում է սահման ինչ է նշանակում Իսրայել։ This is important. Are you kidding? This ասում է շատ կարևոր է կապակը majority սա։ Christian country. Define Israel. Ասում է դու պետք է բացատրես ինչ է, որտեղ ես մեծամասամբ քրիստոնյաներ են։ Do you not know what Israel is? Ասում է ուզում ես ես սահմանեմ ինչ է Իսրայելը, չգիտես Իսրայելը ինչ է։ That would be the country you've asked like 49 questions about. Ասում է այն բանն է, այդ երկինն է, որ ինչ 49 հարց կա դեռ So կապված։ that's what Genesis. That's what God is talking The about. in nation of Genesis. Israel, yes. Ասում ուզում ես ասես, էսի այնա ինչի Աստված դա մասին է խոսում, ասում հա։ Իսրայել մասին է խոսում։ Սրանք տվնդում են, տեսեք ես ընդամենը երեք է խոսում, որ էլի բերում են այդ Աստվածաշունչը բոլորի դեմ, որ իրանք գրել տվել են աշխարհին։ Ըստ իրենց Աստվածաշունչի իրանք պարտավոր են սպանել, իրենց խնդիր չկա, բայց մնացածը ըստ արդեն նոր կտակարանի այդ Բիբլիա կոչվածի պարտավոր են աջակցել այդ Իսրայելին։ Պարտավոր են։ And so is that the current borders, the current leadership? He's talking about the political entity called it. Ասում եմ նկատում ես այսօրվա սահմաններն է, այսօրվա իշխանություններն է, հա, այսօրվա էսա։
Այս entity-ն է։ Israel? He's talking about the nation of Israel. Yeah, nations exist. Հա, ասում է, ազգ ասում է, բայց դեռ բան կա, երկիր կա And այդպես։ he's discussing a nation. A nation was the people of Israel. Is the They're nation the God's descendants of referring Abraham. to in Genesis, is that the same as the country run by Benjamin Netanyahu? Ասում են ինչ որ ասած չնչու նկարագրված է, դի նույնն է ինչ որ ասում Բենջամին Նետանյահուն, հա։ Հա, ղեկավարու։ Right now? Yes, yes. Ասում այո, It is. And I'm really happy he said that because when you hear it, you realize how ridiculous it sounds. Even ասում ես ուրախ եմ որ վերջապես էդի ասեց, ասում որտեղ դու կլսեք իշքան էդի if you're նոնսենս է։ not following the theology, if you don't identify as a Christian, you realize that you have a senator. Արդեն մնացած ես էլ կարող ասեմ, ինք շշմած է։ Շշմած էս ու ընդեղ ուրիշ բաներ կա։ Ասում են դու իմ սենատորն ես։ Ամերիկայի սենատորն ես, ոնց դու ներկայացնում ես Իսրայելի շահերը։ Ասում հա, մենք պարտավոր ենք։ Մենք պարտավոր ենք, որովհետև էդի սուրբ հողն է, մենք բոլորս պարտավոր ենք աջակցել այդ երկրին։ Հիմա ինձ հարց եմ, երեկվա այդ հարցն եմ ուզում տամ։ Ինչքան են չենք սիրում այդ մոլանենի երկիրը։ Հիմա ով է մոլերանտ։ Ով է այս պատերազմը կրոնականի տանում։ Ով է, տեսեք, ես ասում են, որ այս գաղութացված է, այսինքն փաստորեն 360 միլիոն, 340 միլիոնոց Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհը պիտի ծառայի Իսրայելին, ասում են դու որտեղ ես տեսել այդպես բան գրած, ասում ով անիծի, ասում են ինքը անիծված է լինելու, ով կորտնի Իսրայելի ինքը։ Ասում եք ցույց կտաս մի հատ, դա որտեղ ես, ասում ես չգիտեմ, ասում ոչ չգիտես, ոնց ես դու տես բաներ ասում։ Իմ դերոց ես պետք է ասեմ, այս Տակեր Կարլսոնը ինքը բան է, ինքը մոլի տրամպական, անենց բան չի։ Իրանք էլ են հասկանում, որ կորցնում են ամեն ինչ, այսինքն այս որ ինքը Տրամպը անում է, քանդում է ամեն ինչ։ Քանդում է այս երկիրը, քանդում է իրանց այս ոնց ասեմ, իրանց եկամուտները, իրանց ապագան, որովհետև արդեն, հեսա ցույց տամ ձեզ։ Արդեն 10 մեծ կամպանիա Ամերիկայից փոխվել է առևտուրանում բացառապես բանի հետ։ Կանադայի հետ 10 մեծ կամպանիա այս թարիֆների հետ կապված արդեն հեռացել է Ամերիկայից։ Գնացել են Կանադա։ Իրանք հասկանում են, որ այս ամեն ինչը, այս էկոնոմիայի ընկնելը, քաղաքական այս հայտարարությունը, հələ էսի պատերազմը չի սկսել։ Այս տեսարությունը որ ձայնագրվել է։ Սա ոչ մի լավ տեղ չի։ Ասում եթե երկուշաբթի չսկսվեց Թրամփի իմպիչմենտի գործընթաց, ցած մոտ ալիներ, մենք ունենալու ենք պատերազմ, իմ ամենամեծ անհանգստությունը այդ պատերազմն է։ Ինչ մասշտաբի կլինի այդ պատերազմը եւ այդ պատերազմի ընթացքում Հայաստանի վիճակը ինչ կլինի։ Մեզ պետք չի թույլ կործանված Իրան, որտեղ պետք է վերահսկի Իսրայելը, թե այնտեղ ոնց պետք է լինի, որտեղ ըստ Իսրայելի կարա եւ Հայաստանը չլինի։ Եթե կարող Արցախը չլիներ, ինչի պիտի Հայաստանը լինի։ Իրան Ադրբեջանն է պետք, լրիվ ձեռատալի, Իրան ինչին է պետք Հայաստանը։ Այսինքն մենք սենք մնալու ենք բանի կներեք Իսրայելի բանի գտասրտությանը, թե մեզ որպես քրիստոնյա իրան խնայեն, թե չեն խնայեն։ Բայց ես նորից եմ ասում, եթե գալիս ենք այդ իրաց կրոնի, ուզում ես քրիստոնյա եղի, ուզում ես բուդդիստ եղի, ուզում ես հավատացյալ, ուզում ես անհավատ, իրաց համար դու նույն աղբն ես։ Աղբ, իրանք այդպես էլ ասում են, աղբ, նիդա չլավեք։ Իսկ դու մարդ ես, չմարդ։ Դու իրա պետք է ծառան լինես, հասկանում եք, իրանք տենց համարդ, իրանք տենց չեն ամաչում 21-րդ դարում չեն ամաչում այդ մասին խոսում են։ Ես հրեաընկերներ ունեմ, ես մեկ կատակով ասում եմ, հա, ասում եմ։ Եվ նա որ դուք ինձ նայում եք գոյի աչքերով եք նայում, տենց արա ասում է լավ էլ ասում եմ հիմնական։ Դա ասում է հավատացյալներն են, religious-ներն են։ Հիմա այա քեզի բանես ինչ իմանամ, դուք ինչ կարգի religious եք իրականում։ Իրանք չեն ժխտում որ դա կա, ասում են չէ, մենք տեսինք, այդ religious-ներն են, այդ կրոնավորներն են այդպես մտածում։ Հիմա այդ կրոնավորների անունից մեզ արդեն թելադրում են, քաղաքականություն են թելադրում, սպարտացում են պետք է աջակցես, որովհետև եթե դու քրիստոնյա ես, դու պետք է աջակցես Նետանյահուին։ Սա է Աստվածաշնչի պատգամները։ Այլասեք, նախկին կառավարության անդամ
Хамас получил за это время сотни миллионов долларов от Катара напрямую. Эти сотни миллионов долларов ушли на создание смертоносной машины, которая ударила по нам 7 октября. Ասում են ինչ որ կա, որ Իսրայելը տարիներ շարունակ հարյուրավոր միլիոններ դոլար ծախսել Համասի վրա, որ պատրաստի հենց հոկտեմբերի 7-ին, որ հոկտեմբերի 7-ով արձակվեն Իսրայելի վրա։ Кто принимал решение вообще о передаче катаровских денег Хамасу? Кто согласился? Ով ասում է որոշումը կարա ասել, որ այդ կատարից փողերը պետք է գնա Համասին։ Այս սա մասի ես հարցում արել եմ։ Ընդ որում այդ որոշումը կարա ասել Նետանյահուն իրականացել է իր ռազմավետքի պետը։ Չես կատար։ Ասում է ով է, δεν գիտի ով։ Согласился, кто все время пытался увеличить эти квоты, эти денежные Ու ընթացքում մեծացել են։ суммы, которые переходили. И я могу сказать очень четко, я помню, как это все происходило. Ես ամիշ կարամ ասեմ, հստակ ես հիշում եմ ոնց է դա եղել։ Первый раз транзит, набитый наличными долларами, из Иордании пересек израильскую границу 8 ноября 2018 года. Я Դա սկսել է դեռ 18 թվականից, առաջի անգամ, որ բաներով ճամփորդներով փողեր են տալի Իորդանիայով։ оттуда в сектор Газа. Ունդերից սեկտոր գազ։ Да, потребовал сразу заседания военного кабинета. Кабинет собрался 13 ноября 2018 года. Я требовал провести широкомасштабную операцию по уничтожению Хамаса. Было принято решение прямо противоположное моему мнению. Перемирие с Хамасом. Խոսքով։ Հիմա էլ են ուզում անում։ Հիմա էլ ուրիշ կուսակցություն են ստեղծում։ Որովհետեւ ով չգիտի այդ պատմությունը, Համասն են իրանք ստեղծել, այն Յասեր Արաֆատի կուսակցության այդ Պաղեստինի բանը ազատման կուսակցություն կա, չէ, շարժում կա։ Դրա դեմ պայքարելու համար ստեղծեցին այս ամբասը։ Հա, իրանք են ստեղծել, իրանք են ֆինանսավորել, այդ ամեն ինչը Իսրայելի հաշվին։ Հարյուրավոր միլիոններ է գնացել։ Իրանք են այդ ամեն ինչը ստեղծել, այդ կառուցվածքով ամեն ինչ իրանք էլ էս։ Հիմա էլ նոր բան են ուզում ստեղծել, որ Համասը գնա, այս նորը կա։ Ուսան ուզում են անեն բոլոր հնարավոր տեղեր, որտեղ հնարավոր է, դա կլինի Իրանում, դե Ամերիկայի Միացյալ Նահանգներում անում են արդեն շատ հաջող։ Հիմա որտեղ որ հնարավոր է, ու այս ընթացքում հարցը ինչի է ների ով է, այս ընթացքում քիչ-քիչ տեղի տարածքներն են ազատում, սպանելով, բառացի սպանելով ու վռնդելով տարածքից։ Այդ պաղեստինցիներն ու առասու վիճակի մեջ է, այդ վիճակն է։ Знаете, нельзя снимать это место. Что? Снимать это место запрещено. Кто сказал? Армия? А вы кто такой? Кто я? Да. Я гражданин Израиля. А вы кто? Мы из немецкого телевидения. Хорошо. Но вам Սա բանը Թել Ավիվը գերմանական հերոսվածությունը չեն թողում նկարանումների քաղաքից։ Որ բանը տարածվում, ինձ շատ ասում են, «Օ, դա fake-a, քանդած բանը լավ fake-a»։ Ես չգիտեմ դա ինչով են վստահ որ fake-a։ Ամենապես Իսրայելը արգելել է բոլոր տեսակի նկարանումներ հանդված, որտեղ ամեն ինչ քանդվում է։ Որպեսզի այդ ավերածությունները մարդիկ չտեսնեն։ Որ Իսրայելի թուլությունը չտեսնեն եւ քաղաքը նկարելու համար քաղաք սատակ մարդիկ գրում են այո ճիշտ է ռազմական վիճակը իրավունք չունեն ասեմ քաղաքն են նկարում սա ոչ թե ռազմական կայանն են նկարում հա սա քաղաքն է որ ավիրված է մեկ էս բանը պատերազմի քրոնիկան որ նայում ենք 41-45 թվականին ամեն ինչ է ավիրված Ստալինգրադն էլ երևում, Կիևն էլ, Մինսկն էլ, Լենինգրադն էլ այն ժամանակ, ամեն ինչ էլ կա, շենքերը քանդված, ոչ մի բան չկա։ Ստեղ հարցեն չի, որ դա ռազմական գաղտնիք է, հարցեն է, որ ավերածությունները շատ են, ու Իսրայելի կառավարությունը չի ուզում, որ նույնիսկ իր ժողովուրդը իմանա այդ մասին, որ իրանք չեն կարողանում դիմադրել Իրանին։ Հույս ունենալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գալու է իրանց փրկի իրանց տեղը կոտորելու է Իրանի կառավարությանը։ Դե սպասենք շտապի կերևա ինչ արի։ Ես արդեն չգիտեմ ինչ սպասեմ։ Ու այս ընթացքում երևի հիշում եք, որ Մերցը աջակցել էր Նետանյահուին այս ամեն ինչում
Իսկ հիմա Գերմանիայում պահանջում են պատժել Մերցին, նրան մեղադրելով Իսրայելի եւ Իրանի մեջ պատերազմ հրահրելու մեջ։ Այս մասին հաղորդում է Berliner Zeitung-ը։ Գերմանացի մշակութային եւ քաղաքական մի խումբ գործիչներ բողոք են ներկայացնել Դաշնային դատախազություն եւ Բեռլին դատախազություն կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դեմ։ Ավելի վաղ Իրանի իսրայելի հատվածները Մերցը կեղտոտ աշխատանքներ են անվանել, որ Իսրայելն անում էր բոլորիս համար։ Պատկերացնում եք, ասելա որ այն որ ռմբակոծում է, Իսրայելը ռմբակոծում է Իրանի, դասման կեղտոտ գործն է, որ Իսրայելը մեր բոլորի համար է անում։ Ու սա ասում է պահպանողական Մերցը։ Ես ուղղակի դեռ ապշած եմ։ Որտեղ ես այլ կարծիք ունեի Մերցի մասին, ընդ որում եւ Մակրոնը, եւ Մերցը, եւ Բրիտանիայից ես վարչապետը մեղադրում էին, պահանջում էին բանի նկատմամբ Նետանյահուի նկատմամբ իրականացնել բանի որոշումը, որ դադարեցնի ցեղասպանությունը Գազայի հատվածում։ Հիմա խնդրեմ, ասում են կեղտոտ գործը մեր բոլորի փոխարեն է անում։ Մենք շատ վատ վիճակում ենք։ Աշխարհի իմաստով եմ ասում, հələ Հայաստան հասնելու ենք մենք անպայման։ Աշխարհի մակարդակով բարուչարի բացահայտ կռիվ ես չեմ հիշում իմ անցած բոլոր 50 տարիների ընթացքում։ Թե ես այսքան ներգրաված չեմ եղել, բայց իրոք ես չեմ հիշում։ Ստեղ բանը չի Իսրայելը, Իրանը կամ Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, հարցը դա չի։ Հարցը ստանդարտներն ու մոտեցումներն է։ Դու ոնց կարող ես մի կողմից ճանաչել դրան ռազմական հանցագործ, մյուս կողմից այդ ռազմական հանցագործի գործողությունը ճանաչես կարևոր գործ, որ նա անում է քո փոխարեն։ Այստեղ իմ մոտ այս ֆազերը խփում է։ Եթե ասեն չկա ապացույց, գիտեք, մենք չունենք ապացույց, հա, դեմագոգիան էին ասեն, որտեղ կոտորած է գնում ցեղասպանություն, Նետանյան, չկա ապացույց, էլի, որ որոշում, որ ինքը հանցագործ է, դրա համար ենք մենք իրան աջակցում, կասեի լավ, դա ցինիզմ է, հա՞, բայց օրենքը չի խախտում։ Բայց օրենք կա, դու Եվրոպայի ներկայացուցիչ ես, քո դատարանը որոշում է կայացել, ապացուցված հանգամանք համարել, որ սա ռազմական հանցագործ է։ Դու ոնց ես այս նույն ռազմական հանցագործի մյուս ռազմական հանցագործները անվանում գործ, որ լարվում է քո փոխարեն, բոլորի փոխարեն։ Այսինքն Գերմանիայի նպատակն էր ռմբակոծել Իրանը, ես ուղղակի ստեղ ապշած եմ։ Շատ վատ ժամանակներ են ապրում։ Այո, սկական սպիտակ ու սևի կռիվ ունեն արդեն։ Հիմա Ամերիկայի ժողովուրդը ոնց է սա դեմ առնելու, ես չգիտեմ։ Իսրայելի ժողովուրդը ոնց է, որ ասում սրա Ամերիկայում Թրամփի, Իսրայելում Նետանյահուի, այո, հենց Գերմանիայում պետք է Մերցի, Հայաստանում այս ճիվաղի ժողովուրդը դա պետք է անի, քաղաքական գործիչները դա չեն անել։ Ես այդ քաղաքական գործիչները, եթե նույնիսկ ուզենան, իրանք պետք է հենվեն ժողովրդի ռեակցիայի, ժողովրդի պահանջների վրա։ Իրանք չեն անելու ավելին, քան իրանց պարտադրում է ժողովուրդը, որտեղ իրանց ձեռք չի տալի ոչ մեկի հետ վատամարդ լինել։ Իրանց ձեռատալի մի բան, իրանց գնան առավոտ գործի, գան, իրանց աշխատավարձը ստանան, իրանց, չգիտեմ, խաղաղ իրանց գործով, հա, գրասենյակային գործով, հանդիպումներ, քննարկումներ, բլա բլա բլա, ու դրանով անցնի։ Ժողովուրդը իրանցից բան չուզի, իրանք էլ ժողովրդից բան չուզեն։ Իրանց հետի ձեռատալի, բայց եթե ժողովուրդը պնդեց, նրանք չեն կարող չանել։ Գոնե Եվրոպայում, Ամերիկայում, Միացյալ Նահանգներում չեն կարող չանել։ Հայաստանում եթե շատ պնդեց, էլի չեն կարող չանել։ Մենք էլ Հայաստանին գալու հասնենք անշուշտ։ Շուտ հասնենք Հայաստանին։ Եվ այսպես, սա է ուզում ցույց տալ, որ Instead of operating 3 shifts as before, many places are now only maintaining a single shift to keep things going. Սա բանը ամերիկյան տնտեսության մասին է, որ ստալիֆների արդյունքում շատ տեղերում 3 հերթափոխային աշխատանքից մնացել ընդամենը 1-ը։ Չկա պատվեր, չկա արդեն այդ համագործակցությունը, տնտեսության վիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վատանում է։ Թրամփը ինչ ասես կարա հորինի, ինչ ասես կարա խոսա, սա մի մարդ է, որը Նետանյահուի նման, Պուտինի նման, Ալիևի նման, Նիկոլի նման ամոթ չունի ինքը։
ամոթ չունի։ Ես հիշում եմ շատերին, որ ասում էի չի կարելի ձայն տալ ընտրել վստահել մեկին, որը սուտ է խոսում, որը adekvat չի։ Ինձ ասում են, չէ, դու չգիտես ինքը հատուկ է դա անում։ Հատուկ ինչու մարդիկ իրենք իրանց համար պրոբլեմ են հորինում, որ դիմացի իդիոտին արդարացնեն, հետո ընկնեն իրանց հորինած պրոբլեմների արդարացնելու ձեռը կրակ։ Ինչպես դա եղավ Հայաստանում, ինչպես դա հիմա իրականում Ամերիկայում։ Ինչև էս Ամերիկայում ասել, դա գալու է անդրադառնա մեկը մեր վրա։ Ասելիքս ինչն է հարգելի ընկերներ ջան, չի կարելի ստախոս մարդուն վստահել, չի կարելի ստախոս մարդուն, անորակ մարդուն ձայն տալ, աջակցել, դուք կրակում եք ձեր ոտքերի վրա, սա ուղիղ այն ցուցանիշն է, մենք ինչար ունենք աշխարհի մակարդակով, բոլոր դժբախտությունները գալիս են կեղծիքից, ստից, անորակ մարդկանց իշխանության բերելով, հասկանում եք, անորակ մարդկանց իշխանության բերելով, ինչպիսին է այս չգիտեմ մարդ ասեմ, թե չասեմ արդեն, հո ինքը մեղավոր չի, որ ինքը նախագահ է, մարդիկ ձայն են տվել, չէ, ես կարամ ասեմ, որ դու հանցագործ ես, դու սխալ որոշում ես, ինքը կասի ապեջան թողից չնշանակեին նախագահ, իմ խելքը այսքան է հասնում, եւ ինքը ճիշտ է այս հարցում, իրան կդատեն իր այդ խելքի արդյունքում կատարած գործողությունների համար, բայց մարդիկ ինչի են այս որակին ձայն տալի ու աջակցում, ես որ ասում եմ սա պատոհաս է, ինձ ասում են դու դեմոկրատ ես, ես որ ասում եմ մի օր ասեցի, ինչ ասեցի, աջակցելու համար էլ ասեցի, եթե բանը լի, գոնե սա չլի, ուրիշ հանրապետականային, ինձ ասեցին դու էլ ֆաշիստ ես ուրեմն, եթե ուզում ես հանրապետական լինի, դու ֆաշիստ ես, չես հասկանում մարդկանց իրանք ինչ են ուզում, իրանք լսել են բառեր, կրկնում են, առանց հասկանալու որը ինչը, դուք մարդուն նայեք, մարդու խոսքին նայեք, խոսքի նկատմամբ իր իսկ խոսքի նկատմամբ հարգանքին նայեք, եթե մարդը իր խոսքի նկատմամբ, ասել է թե իր անձի նկատմամբ հարգանք չունի, ձեզ թվում է ինքը ձեզ է հարգելու, ձեզ թվում է ինքը դիմացինին հարգելու ունակություն է, ոնց կարող ունենալու, ասենք ոնց կարող մարդը ինք իրեն չհարգի, բայց հարգի դիմացինին, աբսուրդ է ու ամենամեծ աբսուրդը դա սպասելն է, ոնց որ այսօր մեկը սպասի Նիկոլ Փաշինյանից adekvat գործողություն, նշանակում է ինքը adekvat չի, չի կարա ոչ adekvat մարդը adekvat գործողություններ անի, չի կարա ստախոս մարդը ազնիվ լինի իր խոսքի և գործերի մեջ, չի կարող անազնիվ մարդը պարկեշ լինի իր որոշումների մեջ, չի կարող այ ժողովուրդ ջան, հետո մենք զարմանում ենք լավ ասում ենք այսքան թշվառություն ու դժբախտություն, որտեղից մեր շուրջը եղավ, մենք վատ բան չէինք արել, ոչ չէինք արել, բայց ամեն ինչ ով է արել, դեռ ասում ենք բասարանք որտեղից եղան, ստանայք, նկատեցիք են ոստիկանի դեմքը այսպես կանած, անհաղորդ, Ավելորդ մի վատացեք էլի, ավելորդ մի վատացեք Թող թեքվեն գնան, մնացել է քշեն
Սրանք մերոնք են, չէ։ Մերոնք որ ասում եմ հայ են, չէ։ Սրանք երեխեք ունեն երևի, սրանց ճանաչողներ կա, ես վստահ եմ մեծ դիտողների, այս դիտողների մեջ սրանցից էլ կա, սրանց ճանաչողներից կա։ Ինձ նենց հետաքրքիր է, քանի հոգին է փորձել սրանց վրա ազդել, քանի հոգին է հրաժարվել լավամարդ լինելուց, կանգնել երեսին ու ասել այն ինչ մտածում է, ինչ արժանի են սրանք, քանի հոգի։ Չենք ուզում անենք, չի լինելու ոչ մի բան։ Չի լինելու ոչ մի, մեզ կառավարելու են Նիկոլները, սրանց ձեռքով Թրամփները, Նետանյահուները ռմբակոծելու են, գնդականել են, ում ուզում են, երբ ուզում են։ Ես ասում շատ վատ ժամանակ կնենք ապրում, ես սրա համար եմ ասում։ Մենք պիտի անենք, չկանեն կառույցները, հա, ոսենց պետք է գան, մեր իրավունքները պաշտպանեն, եթե մենք դա չենք պաշտպանում, եթե մենք դա չենք ուզում, եթե մենք պատրաստ չենք զրկվել մեր այդ բանից, այդ կոմֆորտից, մեր իսկ շահի համար, մեր իսկ երեխեքին փրկելու համար, այս մարդիկ ինչ վատ բան էին, ում էին ինչ վատություն արել, իրանց երեխեքը չկան, բայց այս եզերն ու անասունները դուրսն են, ու այս մարդկանց քաշքշում են տեղից տեղ, ասում են դու երեխուդ մի ուզի, մոռացի քո երեխու մասին, որ ես հանգիստ լափս լափեմ, լակոտս գնա դբրոց, կամ չգիտեմ ինչ անի, հասկանում եք։ Հիմա ասում է Թուրքիայի հարաբերությունները մենք սկսել ենք զորական կետից։ Հիշում եք ինչ եղավ մի անգամ, որ սա սկսեց իր հարաբերությունները զորական կետից։ Հիշում եք, ասեմ ձեզ, 2018 թվականին էլ նույն բանն ասեց, որ սկսում ենք զորական կետից մեր հարաբերությունները։ Մեր հարաբերությունները չէ, Արցախյան հարցը։ Խնդրեմ, ես հիշեցնեմ։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից։ Հիմա էլ ասում եմ, Թուրքիայի հարաբերությունները սկսում զորական կետից։ Հասկանում եք սրա վտանգները, ժողովուրդ ջան։ Սա նշանակում է գոյություն չունի այլևս Հայաստան։ Ըստ նախատեսված ծրագրի ձրոնետ է։ Չկա ցեղասպանության պահանջատիրություն, չկա Հայաստանի Հանրապետություն։ Զորական կետ կարող է գիտեք նաև որը լինի։ Ասենք 18 թվականի Բաթումիի պայմանագիրը 12000 քառակուսի կիլոմետր բերեն դնեն դեմներս, ասեն էսա ձեզ։ Չէ՞ որ դուք զզում եք, չէ՞ բրիտանացիներից։ Դժդեհն էլ ֆաշիստ է, չէ՞։ Անձանիկներ ձեր հերոսը չի, չէ՞։ Վերջ, դրանից հետո ինչ, դրանք ազատագրեր տվել են ձեզ, հետի ձերը չի, այդ 12000, դուք եք չի ապացուցել Բաթումիում, բանը Սարդարապատում, ժողովուրդը ջախջախում, արտանակներ տանում, դավաճան նույն իշխանությունները Բաթումիում թուրքական հյուրասիրությունից զմայլված, կներեք արտահայտության համաձայն ղզղնած, ասում են լավ, բայց 12000 կիլոմետրը քիչ չի մեր համար, ասում են գերեզմանի համար արա, այս էլա ձեզ շատ։ Գերեզմանի համար վատ տանոցք չի ձեզ։ Հիմա սա սկսում է զորական կետից։ Ու հայտարարում է, որ Արաքսից այն կողմ, դա Թուրքիան է, Արևմտյան Հայաստանը չի։ Մնացել է այս վիժվածքը ու իրան աջակցող, իրան օգնող, թակույց կամ թակուն մնացած վիժվածքները որոշեին, թե Հայաստանի սահմանները որտեղով է ավարտվում։ Չէ, լսեք այ վիժոներ։ Դուք չեք որոշողը։ Դուք չեք։ Եթե ձեզանով լիներ, Հայաստան կարող է ընդհանրապես չլիներ։ Ես գիտեմ, որ դուք այն պիղծերն եք, որ օրվա ձեր լափի համար ամեն ինչի ընդունակ եք։ Ամեն ինչի, ու դա դուք ապացուցում եք 7 տարի։ Բայց այնտեղ նաև ժողովուրդ կա, որ ինքը այդ կարծիք ունի։ Այդ կարծիք։ Զուգահեռ նաև ասում եմ, կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ կիսելու հնարավորություն ունենամ։ Ինքը մանկուց երազել է, որ իր
մտքերը, իր ամեն ինչը կիսվի բանի հետ, Էրդողանի հետ, մանկուց երազել է, կիսելու հնարավորություն ունենալ խաղաղության օրակարգ։ Էրդողանը շատ լավ օրակարգ ունի։ Դա ասելա, չէ, Հայաստանը, հայերը մեր թրի վրա մնացած կեղտեք, հետք, որը պետք է վերանա։ Ասելա, գրել է այդ մասին, այդ գիրքներն ես տականքը դրել, սրտի նկատում էր ուրախ, չէ՞։ Մարդ կա, որ է կասկածում է, ով է սա, և որն է իր ֆունկցիան, գործողությունների նպատակը։ Կա, հարցնում եմ, եթե կա, կամ դա կատարյալ անասուն է, կամ գործակալ, ուրիշ մեջտեղը ոչ մի բան չկա, գոյություն չունի։ Սա հիվանդ չի, հիվանդը նա է, ով մտածում է սա հիվանդ է։ Սա հիվանդ չի, սա նպատակասլաց թուրքական ազդեցության գործակալ է, որին բերել նշանակել է իր ամբողջ թուրքական թիմով Հայաստանի կառավարության գլխին, որ սա իրականացնի, ռուս-թուրքական վաղը մի երազանքը, որ իրանց մեջտեղ խանգարողեց հայկական տարածքը, պիտի չլինի։ Ու սրա մասին միշտ իրանք են ասել, սա ոչ մեկի համար գաղտնիք չի, հիմա սա Թուրան է գովում, ժողովուրդ, սա Թուրան է գովում, ում համար է գաղտնիք է Թուրան, ում ծրագիրն է, ու Թուրանը իրանց ինչ է ներկայացնում։ Ում։ Հիմա հարց, այսքանից հետո սրան աջակցող մարդիկ, եթե դրանց կարելի է մարդ ասել, քայլում են Երևանի փողոցներում, շփվում են մարդկանց հետ։ Ոնց։ Անհետևանք։ Դե մեզ հետ ապետ։ Որովհետև եթե մեկի մի բան դուրս չի գալի, ինքը անպայման ձևը գտնում է դա փոխելու։ Եթե ցանկությունը կա, հաստատ ձևը կգտնի փոխելու։ Հիմա սա եմ ուզում լսեք։ Ասում ենք ուրիշներին նայելով ասում ենք բան գազան, բայց մենք մեզ պետք է նայենք, ժողովուրդ ջան։ Հասկացաք, մենք Թուրքին որ ասում ենք գազան, դուք մեզ նայել եք, հələ ուրիշ բան։ Ուզում ասի, դուք ձեզ նայել եք, արա որ դուք Թուրքին ասում եք գազան։ Այս տականքը մեզ ասում է, դուք ձեզ նայել եք, որ Թուրքին ասել եք ասում եք։ Մեզ պետք է նայենք, ես երեք ազգային ժողովում ասացի, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարց է տալիս, ասում է, ինչ եք ուզում դուք վերջը այս ժողովրդից։ Ինչ եք ուզում, իբր այ դավաճաններ, այ սրիկաներ ինձ ցույց տալով, այ տականքներ, կամ կներեք ներողություն հարգելի գործընկ, այ տականք, այ սրիկա։ Լսեցիք։ Ծիծաղը լսեցիք, այ տականք, այ սրիկայի վրա։ Իրանց համար ոչ իման ասա։ Ինչ տականքից է, իրանք տականք ու սրիկա չէ։ Իրանք սեյրական մարդասպան են, իրանք հանցագործ են։ Հանցագործ, թշնամի, հայ ժողովրդի թշնամի։ Իրանց համար տականքը բան է, զվարճացնող բան է, իրա և Արաբատ Միրզոյանի։ Չէ, ինչ եմ վերահասցեագրում, դուք ընդեղ չեք եղել, նկատի ունեմ չլինի էլի, որ ինչ եք ուզում, ասում, ինչ ես ուզում այս ժողովրդից, ասցի, մի պարզ բան եմ ուզում եմ, որ մենք աշխարհը ճանաչենք։ Լսեցիք, ինքը ուզում է, որ մենք աշխարհը ճանաչենք։ Ինքը։ Սա։ Մի անգամ Պուտինն է տեսել, մի անգամ Էրդողանին, ինքը ուզում է, որ մենք աշխարհը ճանաչենք, ու աշխարհը ճանաչողությունը գիտեք ոնց է գալի։ Արցախը հանձնելով, քո պատմական ժառանգությունից հրաժարվելով, կրթվելը նորաձև ասելով, աշխարհի հայոյանքները գրել սեփական էջի վրա։ Սա աշխարհաճանաչողությունն է։ Այո, աշխարհաճանաչողությունը անշուշտ սկսում է նաև Էրդողանի մոտ ոտերը լիզելով։ Սա, այս տգետ, այս ոչնչությունը մեզ ուզում է, որ մենք աշխարհը ճանաչենք։ Յորդ, մենք շատ բան վիճակում ենք։ Մենք ահավոր ժամանակներ ենք ապրում։ Գիտեք ինչ իմաստով։ Ես արդեն չգիտեմ մարդկանց որ տեսում, իրենց հետ շփվեմ, թե չշփվեմ։ Որ իմ համար շատ կարևոր է, այս ամեն ինչ իր համար ոնց է։ Արդեն սա ոչ թե կարևոր է, սա որոշիչ հանգամանք է։ Ուղիղ որոշիչ, այսինքն ըստ այդ վերաբերմունքի սրա նկատմամբ ինքը իմ համար կամ մարդ է կամ անասուն, ուրիշ տարբերակ մեջտեղում չկա։ Անասունը գիտեք որն է, որ իր խոտը արածում է
Նույնիսկ այնց հետո որ երեխուն կողքին մորթել են։ Այդ կարգի անասուն էլի։ Ոչ թե ասեք վիրավորական իմաստով։ Չէ, անասուն։ Ու ինքին մենակ խոտն ա ուտում։ Կարևոր չի որ հենց 5 րոպե առաջ իր հորտը կողքի մորթել էին։ Սա վտանգավոր փուլ ենք մենք մտնում։ Եթե մեկի համար սա դեռ նորմալ է, ուրեմն եթե դրանք մանավանդ շատ են, արեք այս բանալիները փակենք, բանալիներն էլ տանք, չգիտեմ, մի հատ կղզի գնանք, այն գլուխներս բռնենք, դեմիք է յոլա գնանք, մինչև ժամանակը կգա։ Չէ՞ որ սրանց հետ շփող կա, չէ՞ որ սրանց ծապտվողներին տեսնող կա։ Ինչ եմ ասում։ Ուզում եմ որ մենք աշխարհը ճանաչենք, որովհետև մենք նման ենք մեր վերջին մի քանի 100 տարվա պատմությունը, հա մի անգամ էլ ասছি, որ պետքա նայենք, լավ ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, էլի ամբողջ Սփյուռքը եւ Հայաստանի մի մասը փետահարով ընկավ իմ հետևից։ Դե ես ուրացողը, էսա եւ այլն, սպարզ բան եմ անում։ Ասում եմ, երբ որ մենք հայտնվել ենք, մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ու իրան անդադ վրա երթ են ենթարկում։ Հասկացաք։ Ինքը չի ասում այդ ես եմ հանել ձեզ մայրուղու վրա, ես եմ ձեզ զրկել պաշտպանողական բոլոր հնարավորություններից, զրկել ուղակի։ Ու բերում եմ, հələ քեզ էլ վաճառում եմ, դու հələ կանացը տեղը դիմադրում ես, քեզ էլ վաճառում եմ, ստորագրություն ամենից տալիս եմ, որ քեզ վրա երթ անեն։ Սո մենք հայտնվել ենք գնա մեր վրա երթ անեն։ Այդ տականք մեծ վրայերթը դու ես ու քեզ հավատացող, քեզ զենտվող են հոտը, որ դեռ իր պատասխանը պետք է տա։ Սա ասում եմ մենք հայտնվել ենք մայրուղու վրա, ով գնում գալի մեզ վրա։ Ինքը չի ասում ես եմ ձեզ գցել մայրուղու վրա անտեր, զրկելով պաշտպանողական եւ բոլոր հնարավորություններից։ Ու նայում եմ ոնց են բայրակտարով ձեր գլխին խփում։ Մեկն ինձ ասեց, ես այլ մոտեցում ունեմ։ Մարդասպանի նկատմամբ, սա նկատմամբ այլ մոտեցում ունեցի, ինձանից հեռու, ինչքան ուզում եք ունեցեք, ինձանից հեռու։ Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ 2018 թվականին ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն ԱՄՆ դոլար։ Տարօրինակ կերպով այս լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ես այդ առիթով կատարեցի որոշակի ուսումնասիրություն։ Կարող եմ հաստատել, որ լուրը եւ այդ հաշվետվությունը իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էր։ Համաձայն Համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն դոլար գումար։ Համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 միլիոն դոլար։ Այս առիթով իմ կողմից հարցում է ուղարկվել Հայաստանի կենտրոնական բանկ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։ Մեջբերում եմ կենտրոնական բանկի պատասխանից հատված։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլ Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա։ Համաձայն հրապարակման մեջ առկա Համաշխարհային բանկի մեկնաբանությունների միգրանտների վերաբերյալ տվյալները տարբեր երկրներում թերի են, իսկ հաշվարկների հիմքում ընկած են միգրանտների քանակների եւ վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալներ։ Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում առկա է Ադրբեջանից եկած 87,000 միգրանտ, իսկ Ադրբեջանում Հայաստանից գնացած 146,000 միգրանտ։ Հայաստանի կենտրոնական բանկի այս պարզաբանումը ինձ համար ընդունելի չէր, քանի որ եթե հենվենք իրենց տրամաբանությունից, ապա այդ ենթադրական թվերը պետք է միշտ լինեն նույնը, հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքները անփոփոխ թվեր են։ Մինչդեռ այս դեպքում 2017 թվականի 17 միլիոնը աճելով մոտ 30 անգամ 2018 թվականին դարձել է 211 միլիոն դոլար։ Նույն տրամաբանությամբ իմ կողմից հարցում է ուղարկվել նաև Համաշխարհային բանկին, ներկայացնում եմ հատված իրենց պատասխանից։ Երկկողմ դրամական փոխանցումների հոսքերը
գնահատվում են օգտվելով երկկողմ միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական գործերի վարչության հրապարակված տվյալներից, որոնք էլ իրենց հերթին հիմնված են մարդահամարի տվյալների եւ կանխատեսումների վրա։ Ներկա պահին փետրվարի 24-ից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացվել են տվյալների շտեմարանից։ Ամփոփելով այս ամենը, փաստում եմ, որ այդպես էլ չներկայացվեց, թե ինչի արդյունքում է 2018 թվականին գրանցվել Ադրբեջանից Հայաստան փոխանցումների ցուցանիշի նման ահռելի աճը մոտ 30 անգամ։ Հավելեմ, որ իմ հարցումից հետո Համաշխարհային բանկի կողմից անհասանելի դարձած հաշվետվությունները իմ կողմից պահպանվել են եւ հարգեղած դեպքում կարող եմ ներկայացնել։ Կարծում եմ, որ այստեղ գործ ունի անելու նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, պարզելու թե իրականում Համաշխարհային բանկը ինչից ելնելով է հանգել 2018 թվականի նման ցուցանիշների Եվ այսպես 17 թվական Սերժիկ 7 միլիոն քո ժամանակ փոխանցվել եւ դու կարաս հորը տարեվով չի երթրես որ դու խաբար չես եղա դրանից միա 18-ին էլ 211 միլիոն էլի դու տեղեկ էի որտեւ առնվազն միջև մայիս դու ես եղել դրանից հետո ով էր արածապետը Վանեցյան 211 միլիոն Սերժիկ ու Վանեցյան իրար հետ ձեր ժամանակ ա եղել 7 միլիոն մենակ դե 7 միլիոն 17 թիվն է պատկերացնում եք ամեն ինչ հանդարտ 17 թվին ով էր ինչ-որ մի բան պատկերացնում էլի հիշեք 16 թիվը դա բաններ են ցնցումներներ սասնացրելի ապստամբություններ հետո վերեցին փոխեցին Կարեն Կարապետյանն եկավ 16-ի վերջ ու 17 թիվը լճացած լրիվ մարած վիճակ ոչ մի բան ոչ մի տերև չի շարժում ոչ մի քաղաքական շարժում բան ոչ մի բան չկա ասում են նիշտո не предвещал бури ոչ մի բան չէր կանխատեսում փոթորիկը եւ 7 միլիոն դոլար Ադրբեջանը փող ուղարկում մի տարվա մեջ Հայաստան ու որ 211 միլիոն կուղարկվեց 18 թվականին Սերժի դու ես ինչ որ եք ես երկիրը մենք ինչ ուզում ասենք Նիկոլին դու հետն ես Ալամ աշխարհի քֆուրը դատարանը որ մենք տանք ասես ներկայացնենք դու կողքը նստած ես դու Վանեցյան Արտուր դու էլ հետը դու ես եղել ԱԱԾ-պետ 2018 թվականին դու ես խոստովանել որ այո ծրագրեր էիր տանում բերում այդ երկուսի մեջից պլյուս այսքան վաղ այս հարցերի պատասխանը դու պետք է տաս դատարանում Վանեցյան Արտուր ու իհարկե կարող ես ասես գիտես ինչ ես որ ԱԱԾ-պետ եմ եղել այդ ժամանակ չի եղել եղելա լրիվ Սերժիկի ժամանակ բայց դու դա պետք է ասես դու պետք է ասես ապացուցես հենց մենք այդ տվյալներն էլ վերցնել ենք Համաշխարհային բանկից որ 18 թիվը շատ հարաբերական է հունվարից մինչև դեկտեմբեր որ ընթացքում ինչքան եղել փոփոխությունը բայց 17 թիվը հունվարից մինչև դեկտեմբեր Սերժիկ դու ստեղ փախնելու տեղ չունես պատկերացնում եք 7 միլիոն դոլար նա չխմած խմբակի պահելու համար պատկերացնում եք սրանք ինչ վերբովքի աշխատանք տարած կլինեն այդ փողերով ինչքան մարդու կաշառած կլինեն ինչքան մարդու ես ես հիշացնեմ մի բան է հիշում եք այդ հաշվետվությունը ով է հիշում այդ սրանք որ եկան իշխանության հաշվետվություն ներկայացրեցին թե ինչքան փող են ծախսել մի հատ անես թիվ դրամով անես մի հատ թիվ ներկայացրեցին ես այս ապշել էի ցեզ այսքան փող որտեղից դրամով բա մենք մեր աջակիցները այդ հեղափոխության ժամանակ մարդիկ բոլոր տեղերից օգտագործում ուղարկում էին լուրջ ես ասում դուք էլ նստած էիք բան չէ փողոցում ոչ մի բան չէր կատարվում հա դուք էլ նստած գրասենյակներում գովազդ էիք անում որ ձեզ փող տային մարդիկ էլ հաշվի համար գիտեն բոլորը գիտեն այդ հաշվի համարը փողոցը ումա պետք մենք չգիտեինք այսինքն դու դրա համավայք էիք հարցնում այդ ժամանակ անեիք հա որ դուք ասեք մի քանի 100 միլիոն փող ավակի Միկոսկով Սերժիկ մենք
Լևոնին ենք ասում Նիկոլի հեր։ Բա հոգևոր իմաստով հա։ Բայց Նիկոլի ծնողը, իշխանության բերողը, այն Գառնիկ Իշագուլյանը մեռավ էլի գորալով, ասում է 200 միլիոն, ասում է դրանք Թիֆլիսից փող են բերել ախր։ Կարող բայց էսի հետ կապ չունի։ Պլյուս է, որովհետև դա փոխանցում չի եղել։ Այդ փոխանցումն եղել է Վրաստան, սրանք Վրաստանից կանխիկ են բերել փողը։ Պլյուս էլի, պլյուս է 200 միլիոն։ Հիմա ինչ է կարծում։ Այսքանից հետո քանի մարդ է այդ հարցը տալու Սերժիկին։ Կամ քանի մարդ է Սերժիկին պաշտպանողներին այս թիվը դնելու դեմ։ Արա։ Դու այս հարցի պատասխանը տալու ես։ Գիտեք ինչ։ V1-ը կկտրեն իրանց, կախաղան կմահանեն իրանք իրենց, բայց չեն ընդունի, որ կարող է իրանց շեֆը, իրանց Սերժիկը խապել է իրանց։ Չէ, դա հնարավոր չի։ Դա իրանց սուրբն արա, սուրբը։ Ինքը կարող է բերել է, բայց սրանից ինքը մեղք չունի։ Այս վիճակով մենք սրանալ եմ ասում, եթե մենք սա ենք, որպես ազգ, ուրեմն այս ամեն ինչն էլ տրամաբանական հետևանքներ է։ Ոչ մեկից նեղանալ պետք չի։ Ոչ մեկից։ Հավել բան չեմ կարող ասել այսօրվա համար։ Այսօրվա համար այսքան լավ եմ լսեք։